Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողներ եւ դիտողներ։ Դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը կամ դիտում եք մեզ թվային որևէ հարթակով։ Ես Գայա Ասոյանն եմ, սկսում ենք թարմ ուղեղով զրույցը եւ մեր հյուրը ազգային ժողովի նախկին պատգամավոր Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն է։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Աբրահամյան, ուզում եմ խոսենք վերջին զարգացումներից կարևոր հանրային քննարկման առիթ դարձած բանակի դեպքերը։ Վերջին շրջանում բանակում ողբերգական դեպքերը շատացել են։ Ձեր գնահատմամբ որտեղ է այս համակարգային խնդիրը եւ որ գործողությունները կամ գործողությունների բացակայություններն են հանգեցնում նմանատիպ դեպքերի ավելացմանը։ Ցավոք, մեկ կամ երկու գործոնի թվարկումը կամ դրա պատճառը հետևանքային կապի գոյությունը մեզ հնարավորություն չի տա ամբողջությամբ, այսպես ասած, կանավորել այն խնդիրները, որոնք իրենց հետ բերում են ողբերգական միջադեպերի, որովհետև բանակում հետևողականորեն առաջ են բերվել խնդիրներ 2018 թվականից, այսինքն այս իշխանության պետության ղեկին հանձնվելու պարագայում, որի ժամանակահատվածում նախկինում եղած խնդիրները շատ ավելի են խորացել, դեռ չեմ ասում, որ կրկնապատկվել կամ եռապատկվել են բոլոր այն արատավոր հարցերը, որոնք ըստ էության իրենց ազդեցություն են թողնում ոչ միայն զինված ուժերի բարոյական վիճակի, այլ ըստ այդմ նաև բանակի արատավոր խնդիրները։ Հիմա սկսենք կարևորից։ Առաջինը դա գաղափարակ բանական հարցն է, որը երկար տարիներ դրված է եղել զինված ուժերի հիմքում։ Այսօր ներկայումս դաստիարակչական, կրթական որևէ առաջնահերթությունում գաղափարաբանական մոտեցումը գոյություն չունի։ Երբ որ գաղափարը հանում ես բանակից, դառնում է դա վարձու հիմնարկ։ Եվ նաև դրանով է պայմանավորված մեկ այլ իմ համար ոչ ընդունելի հանգամանք, երբ որ նույնիսկ զինծառայողներն են այս պահին սկսել իրար հետ խոսել հետեւյալ ձևով, որ աշխատանքին կամ աշխատանքից վերադառնանք, այսինքն երբ որ ծառայությունը գաղափարը հանում է, ծառայությունը վերածվում է պարզ աշխատանքի։ Իսկ զինված ուժերում ծառայությունը կամ ներգրավվածությունը դա առաջին հերթին առաքելություն է, եւ երբ որ չկա այդ առաքելության սկզբունքը, բնականաբար ոչ գաղափարական մոտեցումն է առաջին պլան գալիս, ոչ էլ միջանձնային հարաբերություններում առաջին պլան է գալիս կամ որպես այդպեսին առաջնահերթություն է գալիս մարդկանց միջև նորմալ հարաբերությունների հաստատումը։ Սա մեկ։ Երկրորդը դա շատ բանով կապված է հրամանատարական կազմի եւ նրանց որակական մոտեցումների հետ կամ հատկությունների հետ։ 2018 թվականից հետո այս իշխանության ղեկին գալուց հետո այսպես ասած զոյների եւ ճուժոյների ինստիտուտ է առաջին պլան բերվել, որի հետևանքով մեծ թվով զինվորականներ սկսած ներքևի սպայական օղակից կամ հրամանատարական օղակից միջև գեներալից հետ ազատվել են կամ տարբեր պատճառաբանությամբ պարզապես զորացրվել են։ Առաջին արարը դրա 2018-ի նոյեմբերին ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացակայանի հեռացումն էր, հետագայում իրենց կողմից գովերքված, հետո թշնամի հռչակված Գրիգորի Խաչատուրովի հեռացումներ, սրանք ասում են ամենաանկցված ուղղությունները, բայց այս մարդկանց թիվը, ովքեր տարբեր պատճառներով, բայց առաջին հերթին ճուժոյ հռչակվելու հետևանքով ովքեր դուրս են մնացել բանակից, այս մարդկանց թիվը հարյուրավոր է, եթե չասեմ արդեն հազարավոր է վերածվել։ Այսինքն մի կողմից մենք այսօր խնդիր ունենք տարբեր զինվորական օղակներում հրամանատարների, սպաների ներգրավվածության հետ թափուր են բազմաթիվ հաստիկներ եւ երկրորդը շատերը հեռացվել են իրենց պաշտոններից կամ ստեղծվել են նրանց համար այնպիսի պայմաններ, որ ստիպված զորացրվել են եւ դաշտում մնացել են քիչ պրոֆեսիոնալներ եւ շատ մարդիկ, որոնք ուղակի իրավիճակի բերումով նշանակվել են այդ պաշտոններում։ Սա ի դեպ ամենամեծ ազդեցությունը ունեցող հանգամանքներից է, որովհետեւ երբ որ դու կանադրությամբ նախատեսված գործառույթները իրականացնելու կամ ծառայությունը վերահսկելու խնդիր ունես, բնականաբար դա կարող ես անել միայն բարձր համալրվածության եւ նորմալ որակի սպաների, հրամանատարների միջոցով, որը այսօր գոյություն չունի։ Երրորդ կարևոր հանգամանքը, որը կապված է պետական քաղաքականության հետ, երբ որ իշխանության գլխին կանգնած անձը, ով իրականացնում է
կառավարումը հայտարարում է, որ զինծառայողը կամ սպան հերոս չեն, հերոսը հարկ վճարողը, այստեղ եւս գաղափարաբանական առումով մեծ ընդհարում է առաջանում, որովհետև զինվորական մասնագիտությունը իր մեջ կրում է շատ մեծ զրկանքներ, փորձություններ, շատ դժվարություններ ոչ միայն զինծառայողների, այլ նրանց ընտանիքների համար, եւ երբ որ դու այդ պաշտոնը, այդ հաստիքը համարում ես սովորական գործատուի մոտ աշխատող մարդու հաստիք, բնականաբար այդ մարդկանց կարգավիճակն էլ դրանից միանգամից փոխում է։ Եվ եթե մարդու համար դա զուտ սովորական վճարովի աշխատանք է, այլ ոչ թե առաքելություն, ապա մարդը նույն գումարի պայմաններում շատ ավելի քիչ պատասխանատվությամբ, շատ ավելի քիչ կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում ընտրում է սովորական քաղաքացիական այլ մասնագիտություն եւ այդ գումարը վաստակում է։ Շատ հաճախ ասում են, որ բանակում այս դեպքերի համար մեկ պատճառը նաև զինվորների կարելի ասել դաստիարակությունն է, որը եկել է փողոցից, ընտանիքից եւ բոլոր այդ բարքերը, որ բերում են բանակ, հանգեցնում են օրինակ ինքնասպանության կամ նմանատիպ ինչ-որ այլ բռնության եւ այլնի։ Եվ շատերը նաև սա առաջ են քաշում այս խնդիրը լուծելու համար այդ բարքերի վերացումը եւ նաև բանակում նախարարությունում կադրային փոփոխությունը։ Արդյոք սա կարող է հանգեցնել լուծման խնդիրի եւ պետությունը ինչ կարող է անել, որ փողոցից եւ այլ տեղից բերած բարքերը բանակում չհանգեցնեն այսպիսի վերջաբանների։ Որևէ մեկը չի կարող հերքել, որ բանակ մուտք գործած անձանց վրա մեծ ազդեցություն ունի փողոցը, կրթական հաստատությունները եւ բոլոր այն ինստիտուտները, որոնցով նրանք անցել են։ Ու մյուս ինստիտուտները, օրինակ, չգիտեմ, սպորտային խմբակներ եւ այլն եւ այլն։ Հիմա տեսեք, երբ որ պետությունը ուղղակի հռչակում է, որ սա փողոցից բերված բարքերն են եւ սրանով է պայմանավորված դեպքերը ու գնում է իր ճանապարհով, դրանից որևէ բան չի փոխվում։ Հիմա ինչ է ստացվում։ Եթե մենք ասում ենք լավ, այս մարդը եկել է անդասիրակ, այս մեկը եկել է խուլիգանական հակումներով, այս մեկն եկել է այսպիսի վնասակար բնութագրիչներով եւ այլն, լավ, բանակը այս դեպքում իր ֆունկցիան ո՞րն է։ Ի վերջո դա փակ կառույց է, որը այս դեպքում պարտադիր ժամկետային ծառայողների համար 1.5 տարի կանադրությամբ զինվորական կանադրության համաձայն ապահովում է ծառայությունը եւ եթե պետությունը չի կարող պատասխանատվություն կրել այդ ծառայության կազմակերպման համար, ապա այդ կառավարիչները պարզապես տեղանելիք չեն։ Գլխավոր շտաբ պետք կլինի, պաշտպանության նախարար կլինի, վարչապետի պաշտոնում գտնվող անձ կլինի։ Պետք է ուղղակի հայտարարեն, որ իրենք չեն կարողանում արկա պայմաններում ապահովել զինված ուժերում առողջ հարաբերություններ, չեն կարողանում ըստ այդմ ապահովել մարտունակություն եւ բնականաբար իրենք պարզապես հրաժարական տան գնան։ Քանի որ մեր երկրում նման բան չի կարող լինել, որովհետեւ այս մարդիկ կարճած են պաշտոնից եւ իրենց գլխավոր խնդիրը իշխանության պահպանումն է, ապա եթե գնանք այլ ճանապարհով վերցնենք դասական այլ իմաստով, համարենք քաղաքական իմաստով, չգիտենք թե ովքեր են բանակի ղեկին, ապա այսօր կանադրությունը զինվորական հնարավորություն տալիս է էֆեկտիվորեն աշխատել բանակում արկա տարբեր կրթական ցենզ, տարբեր դաստիարակություն ունեցող անձանց հետ։ Ես միանգամից ասեմ, որ այն մարդիկ, ովքեր ծառայությանը խանգարում են եւ հավանականությունը որևէ ձևով նույնիսկ վերահսկողության դեպքերում կարող են ուղղվել, այդ մարդկանց թիվը շատ չէ, կարծում եմ 1%-ի շրջանակներում է։ Մնացածների դեպքում ճիշտ աշխատանքի, գաղափարական ճիշտ դաստիարակության եւ ճիշտ վերահսկողության պայմաններում կարելի է ընդհակառակ այդ մարդկանց ներուժը, այդ բանակում ասում են ակտիվ մարդիկ, աշխուժ մարդիկ են ասում, չգիտեմ, տարբեր անուններ են տալիս, բայց այդ մարդկանցից կարելի է դարձնել ամենաօրինակելի զինծառայողներ եւ նաեւ կազմակերպել ճիշտ ծառայություն։ Այն մարդիկ, ովքեր որևէ պայմաններում չեն ենթարկում զինվորական կանադրություններին, շարունակական ձևով խախտում են այլոց իրավունքները եւ վտանգ են ստեղծում այլ զինծառայողների կյանքի համար, ապա նրանք պետք է շատ արագ հանվեն շարքերից, մեկուսացվեն, ըստ անհրաժեշտության նաև իրավական գործընթաց լինի, որպեսզի ոչ միայն այդ առողջ մթնոլորտը չխաթարվի, այլ դա իր հերթին չբերի ողբերգական հետևանքների։ Հիմա իմ ասած այս շղթայի ոչ մի հատվածը ըստ էության պետությունը ինքը չի կատարում։ Հիմա եթե դու ոչ մի ֆունկցիա չես կատարում, անում ես միայն այդպես երևացող որոշակի մեկ քայլանոց կոմբինացիաներ, սրանց իրավիճակը ոչ միայն չի փոխվելու, այլ դրանք գնալով ավելի խորանալու է։
Պարոն Աբրահամյան, բանակի թեմայից զատ նաև ակտիվ քննարկման առիթ դարձավ վերջերս կրկին, թեպետ մինչև վերջերս էլ անկլավների թեման, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս կրկին հայտարարեց, որ այդ անկլավների փոփոխությունը պետք է լինի, ուզում եմ խոսենք նաև սրա մասին եւ հասկանանք անկլավների փոփոխությունը ինչ քարտեզների եւ առասարակ ինչ պայմանագրերի հիման վրա հենվելով պետք է լինի եւ արդյոք պետք է լինի թե ոչ եւ նաեւ ուզում եմ խոսենք մի շատ կարեւոր հատվածի մասին, երբ որ պետական մակարդակով, այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենը անվանում է քյարքի։ Սա ինչ որ մեսիջ արդյոք պարունակում է թե ոչ։ Սա պետական շահերը վնասելու երկրի տարածքային ամբողջականությունը վտանգելուն ուղղված բավականին այսպես ասած պառնալից քայլ է։ Հատկապես ինչ համատեքստում։ Տեսեք, նույնիսկ եթե հարցը քննարկում ենք այսպես կոչված դելիմիտացիայի դեմարկացիայի պայմաններում, ապա ցանկացած քայլում պետք է ապահովի երկկողմ հավասարակշռություն։ Երբ որ Ադրբեջանի իշխանությունները ակնհայտորեն օկուպացված հատվածներում ու վերջին 21-ից 23 թվականներին հատվածները, որտեղ օկուպացիա ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում, որևէ ձևով դա չեն ճանաչում որպես հայկական։ Երբ որ նույն Արցախի պարագայում Ադրբեջանի նախագահը երբեք չի խոսում դրա հայկական լինելու մասին, ապա այս պարագայում այս հարցի բացելը, ես չեմ հələ խոսում նրանից ճիշտ է թե սխալ է եւ այլն, այս պարագայում ինքնին արդեն իսկ ենթադրյալ հանցագործություն է, սա մեկ։ Ինչ վերաբերում է անկլավների թեմային։ Անկլավների թեման պետք է առաջնորդին քննարկվի իրավական տեսանկյունից։ Սովետական շրջանում տեղի ունեցել մեծ թվով սահմանային փոփոխություններ, որոնց հիմքում որևէ իրավական հիմք գոյություն չունի։ Սրա հետ կապված տարբեր վերլուծություններ կան, թե ինչպես է ստացվել, որ օրինակ Արցախը որպես անկլավ օրինակ հայտնվել է նախ ժամանակում սովետական Ադրբեջանի կազմում, ինչպես է եղել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում առաջացել են տարածքներ, որոնք հետագայում անկլավներ են անվանվել եւ այլն եւ այլն։ Իրավական տեսանկյունից հիմքը չկա Տիգրանաշենը ադրբեջանական համարելու համար, հասկանում եք։ Հիմա այլ է հարցը, որ Ադրբեջանը օգտագործում է իր հնարավորությունները Հայաստանի նկատմամբ իր շանտաժի քաղաքականությանը եւ Հայաստանի իշխանությունները փորձում են հարմարվել ադրբեջանական պահանջատիրությանը, ասենց օթում կախված մի կարգախոս, որ սա անենք, որ պատրաստ սկսի, ինչով նաեւ ընդրական process-ների ժամանակ են մարդկան շանտաժի ենթարկում եւ այս պարագայում ստեղծում է նմանատիպ իրավիճակ։ Ես մի օրինակ եմ ստեղ ուզում բերեմ, որոնք որոշակի իրար հետ նաեւ հատման կետեր ունեն։ Տեսեք, հատկապես 20 թվականից հետո, երբ որ կապիտուլյացիան Հայաստանի իշխանությունը ստորագրեց եւ Արցախի հանրապետության 3 շրջանները Քաշաթաղը, Քարվաճառը եւ Ակնան հանձնվեցին Ադրբեջանին, մեզ այդ ժամանակ հասարակությանից մեզ նկատում եմ հասարակության, որտեղ են մարդիկ, ովքեր բանակցային գործընթացի որոշակիորեն տիրապետում են, դեռ չեմ խոսում, ովքեր մի քիչ պատմություն գոնե գիտեին նաեւ այդ տարածքների պատկանելությունը ինչպես է ոնց էր փոփոխության ենթարկվել։ Հայաստանի իշխանությունները մարդկանց փորձում էին համոզել, որ դրանք մաքուր ադրբեջանական տարածքներ եւ դրա համար էլ հանձնել են իրենց, կամ ասում են, որ բանակցային գործընթացում գնում էր նրան, որ մի փուլում դա պետք է հանձնվեր։ Հիշում եմ, որ 21 թվականին Ալիև եկել էր Քաշաթաղի շրջան եւ այնտեղ հայտարարեց, որ մենք իրավիճակ փոխեցինք, որովհետեւ բանակցային գործընթացի տրամաբանությամբ այս տարածքները լինելու էր Հայաստանին, այսինքն կպնելու էր Հայաստանին այս տարածքները։ Այսինքն նույնիսկ Ադրբեջանի իշխանությունները ասում, որ բանակցային գործընթացի տրամաբանությամբ Քաշաթաղը, Քարվաճառը դրանք պետք է դառնային Հայաստանի Հանրապետության տարածքներ կամ միգուցե դրանք մնային Արցախի Հանրապետության, այստեղ կարևորը դրանց հայկական լինել էր։ Հիմա նույն վիճակը ստեղծվել է Տիգրանաշենի դեպքում։ Հիմա կապ չունի իրենց համար ով ինչ է ասում։ Ադրբեջանը պահանջ է ներկայացել, այս իշխանությունը իր միակ առաքելությունը հռչակել է ադրբեջանական պահանջատիրության բավարարումը եւ այդ տրամաբանության մեջ էլ այս հայտարարությունները հնչում են։ Կառավարության 5-ամյա ծրագիրը հաստատվեց եւ կարծես թե այս ծրագիրը նաեւ ինչպես իրենք են ասում, ավելի շատ հիմնված է գաղափարախոսության, իրական Հայաստան գաղափարախոսության հիման վրա եւ այստեղ առանցքում սահմանադրությունում անկախության հռչակագրի փոփոխության եւ նաեւ վերացման հարցն է։ Շատ հաճախ մեզ ասում են, որ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը եղել է կամ շարունակվում է, որովհետեւ մենք ունեցել ենք օրինակ անկախության հռչակագիր,
չենք դադարել Ղարաբաղյան շարժումը, Արցախյան շարժումը համարել կարևոր, որ հիմա դա բերում ենք օրակարգ, դա կրկին կարող է հանգեցնել որևէ պատերազմի կամ սպառնալիքի, ինչպես եք մեկնաբանում սա։ Արդյոք Ադրբեջանի հետ մեր խնդիրները գալիս են այդտեղից։ Նախ երկու բանի մասին դուք ներկայացրեցիք, ու ավելի ճիշտ մեջբերեցիք անկախության հռչակագիրը եւ մենք մինչեւ այդ խոսում էինք այսպես կոչված անկլավների մասին։ Եկեք արձանագրենք, որ մինչեւ 2018 թվական, առնվազն մինչեւ 2018 թվականը բանակցային գործընթացում ոչ անկլավների խնդիր կար, ոչ էլ անկախության հռչակագրի։ Ավելին ասեմ, Ադրբեջանը երբեք որպես կոնֆլիկտի հիմք կամ պատճառ չի ներկայացնել երկու հարցերը։ Եվ այն ինչ որ այսօր իշխանությունը ներկայացնում է որպես գոյաբանական խնդիր, ասում հանձնենք այդ տարածքները, թե չէ պատերազմ սկսվի եւ այլն, դա ոչ թե նրանից է, որ դա պատմական արդարության կամ պատմական ճշմարտության հիման վրա է, դրանից են նրանք այդպես արտահայտում, այլ պարզապես իրենք առաջնորդվում են առնվազն իշխանությունը իրենց սպահելու կամ երկարաձգելու մոլուցքով, սրա պայմաններում իրանք արդեն կախյալ կարգավիճակ են ձեռք բերել Թուրքիայից եւ Ադրբեջանից, եւ հիմա այս պայմաններում ինչ էլ ասում են, դրան կատարում են, եւ այստեղ նաեւ սկսում է ամենասարսափելին, երբ որ իրենց հանցագործությունները արդարացնելու համար սկսում են հայտարարություններ անել, ձևակերպումներ մտցնաշրջանառության մեջ, որոնք երկար տասնամյակներ դեռևս աշխատելու են Հայաստանի Հանրապետության դեմ, նույնիսկ անկախ անես թե ովքեր կլինեն հետագայում իշխանություն։ Մեկ այլ թեմա ներքաղաքական կյանքում շատ կարևոր է քաղբանտարկյալների թեման, որոնց դուք բազմաթիվ անդրադարձել եք թե Facebook-յան, թե այլ հրապարակումներով, ինչպես է գնահատում քաղբանտարկյալների վիճակը, շատ հաճախ ասում են, որ Հայաստանում քաղաքականությունը ձևավորվում է անձի շուրջ, որն էլ հանգեցնում է նաև արդեն քաղաքական հետապնդումների եւ այլնի։ Այսօր ինչպիսին է իրավիճակը եւ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց թիմում կան քաղբանտարկյալներ, ինչ պետք է անեն, ինչ գործողություններ պետք է ձեռնարկեն, որ այս շղթան կամ համակարգային խնդիրը վերացվի։ Առաջին խնդիրը, որ այսօր կա, բայց միաժամանակ նաև կարծես թե կա նիմադի դաշտում կոնսենսուս, այն է, որ չպետք է մեկին համարել յուրայիններ, մյուսին այլ ճուժոյներ, այսպես կոչված եւ այլն, այսինքն քաղբանտարկյալների թեման ընդհանուր է եւ դրա պայքարի ճանապարհը պետք է լինի ընդհանուր հարթակի միջոցով։ Ու հարթակ ասածը ես պայմանական եմ ասում, թեև դրա տակ կարող է լինել նաև իրավապաշտպան որևէ կառույց, բայց նկատի ունեմ, որ սրա պայքարի ճանապարհը պետք է անցնի միևնույն սկզբունքների եւ մոտեցումների հիման վրա։ Սա մեկ։ Երկրորդը քաղբանտարկյալների այդ թեման ըստ էության նաև ցույց է տալիս, որ երկրում ըստ էության բռնատիրություն է կառուցվում, եթե նույնիսկ դա իր կայացման վերջնափուլին չի էլ հասել, ամեն դեպս իշխանությունը գնում է բռնատիրության կառուցման ճանապարհով, ինչի ամենաէական դրսևորումը, որ այսօր տեսնում ենք, հետևյալն է՝ քաղաքական մրցակիցների, այլախոհների, անկախ անես նույնիսկ այդ մարդիկ ունեն քաղաքական պատկանելություն, թե ուղղակի հասարակական ակտիվ դեմքեր են, կամ պարզապես մարդիկ են, ում սիրտը ցավում է Հայաստանի համար, այդ մարդկանց խաղից հանելու ուղղություններից մեկը կամ ճանապարհներից մեկը իշխանության համար դարձել է ապօրինի կալանավորումները կամ նրանց տեղաշարժի կամ քաղաքական գործունեությամբ, հասարակական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումները։ Հիմա բնականաբար իշխանության քիմքին, այս որակի իշխանության քիմքին որևէ ձևի հանրային քննարկումները եւ բանավեճը որևէ ձևի ընդունելի չեն եւ նրանց համար ամեն մեկի համար, այսպես ասեմ, յուրաքանչյուրի սեկտորներում կա ճանապարհ, դա մարդկանց պարզապես ազատությունից զրկելն է, դրանով իսկ ըստ իրենց խոսող, քննարկող կամ քաղաքական բանավեճի առումով խնդիր ստեղծող մարդկանց պարզապես խաղից հանելն է։ Խորհրդարանում կա ընդդիմության նոր ուժ եւ արդյոք ընդդիմության մոտ ձեռագրի որևէ փոփոխություն նկատում եք հիմա գործելավոճի մեջ եւ ընդդիմության հիմնական խնդիրը այսօր խորհրդարանում եւ նաեւ խորհրդարանից դուրս թե հասարակության արչեւ թե առհասարակ որն է։ Այդ ուժերը, որոնք այսօր խորհրդարանում են, ընդդիմադիր ուժերի մասն է, ոսկե իրենք շարժվում են մի ուժի դեպքում, որը նոր է ստեղծվեց ամեն դեպս վերջին 1 տարում, մյուս ուժի դեպքում, որը կարելի ասել 20 թվականից հետո աստիճանաբար ձևավորվել է որպես միավոր, շատ ավելի վաղ, որպես առաջին
պլանի խնդիր դրված է իշխանափոխությունը։ Հիմա երբ որ նայում ենք գործունեության խորհրդանական ուժերի, դրանց գնահատումը կախված է նրանից, թե այդ ուժերի գործունեությունը տանում է process-ների իշխանափոխության, թե ոչ։ Այս խորհրդանը նոր է ձևավորված, դեռ մեկ ամիս էլ չկա ինչ գործունեություն է ծավալում, դրա համար ես մի քիչ զերծ կմնամ այնպիսի ձևակերպումներից, որոնք ժամանակից շուտ կարող են թիրախավորել կամ թվալ թե թիրախավորում են, եւ գոնե 3-4 ամիս հետո պետք է կարողանալ ամբողջական վերլուծել, որպեսզի կարողանալ գնահատել, թե նրանց նախնական հայտարարությունները կամ հռչակված նպատակները խորհրդանում որևէ ձևով կյանքի կոչման ճանապարհով գնում են, թե չեն գնում։ Եվ վերջում ուզում եմ մի փոքր անդրադառնանք նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, որովհետև կրկին հապկի եւ ԵԱՏՄ թեման շատ ակտիվ քննարկման փուլում են։ Ինչպես է գնահատում այսօր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եւ արդյոք Հայաստանի վերջո ամբողջությամբ դուրս կգա հապկից, որովհետև Հայաստանը կարծես թե կայացրել է իր որոշումը եւ պատճառաբանությունն էլ կարծես թե պարզ է։ Հապկը չի կատարել իր պարտավորությունները։ Ուզում եմ լսել նաև ձեր մեկնաբանությունը։ Ես կարծում եմ, եթե ոչ 2018 թվականին, ապա 44 օրյա պատերազմից հետո ակնհայտորեն իշխանությունը արդեն այդ որոշումը ունեցել է ՀԱՊԿ-ից դուրս գալու։ Եվ այն հայտարարությունները, որոնք ժամանակի ընթացքում գեներացվել են, էֆել են, հետո եկել են շատ ավելի կոշտ գնահատականներ են հասել, դրանք զուտ ճանապարհ են անցել, որոշումը շատ ավելի շուտ է եղել։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա իշխանության կուրսը ինչ-որ փուլում ենթադրում է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում։ Այն քայլերը, որոնք այսօր արվում են, ակնհայտորեն դրա մասին են խոսում, թեև իշխանության մեջ գտնվող անձինք շատ ժամանակ խոսում են ԵԱՏՄ-ում Հայաստանում գտնվելու կոմֆորտի, նաև որոշակի տնտեսական առավելությունների մասին, բայց կարծում եմ, որ ավելի շատ ժամանակ ցկելուն ուղղված բան է եւ ժամանակից շուտ պարզապես process-ը չտակածնելու ուղղված քայլեր են եւ իշխանության արտաքին քաղաքական կուրսը ըստ էության դրան է տանելու։ Թե դա զուգահեռ Հայաստանի համար ինչ այլընտրանք է ստեղծելու, դա դեռ չի երևում, այսինքն այն հայտարարությունները, որ մենք գնում ենք եվրոպական չափանիշների դեպի Եվրամիություն եւ այլն, իմացած Հայաստանի կարգի որևէ երկիր, նույնիսկ շատ ավելի բարձր ժողովրդավարության մակարդակ ունեցող կամ Եվրոպային ավելի մոտ գտնվող որևէ երկիր, այս ճանապարհը ինքը կար ժամանակում չի անցել։ Շատերը տասնամյակներ առաջ սկսել են, մինչև հիմա չեն հասել այդ կետին։ Դրա համար այդ ժամանակի բացը մեծ խնդիր է առաջացնում։ Եթե դու թեման քննարկում ես զուտ քո տնտեսական առավելությունների կամ շահերի տեսանկյունից, պետք է հստակ հասկանաս, որ անցումը այլ մոդելին, մասնապես եվրոպական մոդելի, ինքը քեզանից երկար տարիների ջանք է տանելու։ Իսկ թե դու այդ ընթացքում ինչպես ես կարողանալու քո երկրի տնտեսական, քաղաքական կամ ռազմավարական շահերը իրացնես, Հայաստանի իշխանությունը բնականաբար դրա մասին չի խոսում։ Չի խոսում, որովհետև այդ ճանապարհը ինքը չգիտի եւ իրականում շատ դժվար է պլանավորել, թե ինչ կարող ես անել այլընտրանքի բացակայության եւ մեկ այլ մոդելին տասնամյակներով սպասելու այդ շրջանակում։ Խոսեցիք նաև այդ վտանգի մասին, թե տնտեսական, թե անվտանգային, այսօր Հայաստանը այդպիսի խնդիր ունի, օրինակ հապկից դուրս գալու պարագայում անվտանգային ինչ խնդիրների կարող է բախվել։ Տնտեսականը կարծես թե ինչ որ չափով երևում է սահմանափակումների եւ այլնի տեսքով, թեև կառավարությունը որևէ այլընտրանք առաջարկում է, այնուամենայնիվ հասարակը գյուղացին գոնե կրում է այդ հետևանքները։ Անվտանգային ինչ գլոբալ խնդիրների կարող է բախվել Հայաստանը։ Թե տնտեսական, թե այնպես։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների մտադրությունները սկսում եւ սահմանափակում են Թուրքիա եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների այսպես կոչված կարգավորման, որի պայմաններում համարում է, որ Հայաստանը առանձնապես մեծ անվտանգային սպառնալիք չունենա եւ ըստ այդմ էլ ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ անհրաժեշտություն չի առաջանա։ Աստե մենք ՀԱՊԿ ենք խոսում, բայց ՀԱՊԿ-ն ասված ինքը պայմանական է, իրականում սա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների թեման է։ Բայց այդտեղ մի կարևոր գործոն կա, որի մասին չեն խոսում, դա հետեւյալն է։ Հիմա երկու երկրների փոխհարաբերությունում, հատկապես որ դու մեծ թվով չլուծված հարցեր ունես, օրինակ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, շատ կարևոր է, թե չավարտված կոնֆլիկտի պայմաններում ով ինչ դիրքում կլինի եւ բնականաբար դրանից է կախված, թե ինչպես կգնա ընդհանուր բանակցային գործընթացը այս կամ այն երկրի համար։
Հիմա Հայաստանը եթե անվտանգային առումով չունի իրեն ապահովագրված լինելու որևէ հանգամանք, եթե Հայաստանը մի քանի անգամ անվտանգային կամ զինված ուժերի փոփոխություններով հետ է մնում այն պետությունից, որի հետ դեռևս բանակցային գործընթացի մեջ է, բնականաբար այս դիրքավորումն էլ նաև հնարավորություն է տալու Ադրբեջանին լրիվ այլ դիրքերից նստելու բանակցությունների սեղան եւ իր քաղաքական ախորժակը լրիվ այլ ձևով է տեղավորելու։ Այսինքն ցանկացած պարագայում քո պետության ունեցած պոտենցիալը հնարավորությունն է, որը քեզ հնարավորություն է տալու այս կամ այն կոնֆլիկտի կամ բանակցությունների պարագայում քո երկրի համար առավելագույնը շահելու։ Հայաստանի իշխանության քայլերը բանակցային գործընթացում մեզ համար շահեկան իրավիճակ չեն ստեղծում եւ ըստ այդմ էլ պետք է ակնկալել, որ այս իշխանության պետության ղեկին մնալու պարագայում մեր խնդիրները ոչ միայն չեն պակասելու, այլ դրանք անընդհատ աճելու են։ Շնորհակալություն, պարոն Աբրահամյան։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ ռադիոլսողներին, որ դուք միացել եք 106 եւ 5 հաջողականությանը, կհանդիպենք